Դե ինչ, Եգիպտոս, նախ հասկանանք, մերձավոր արևելքում վերջակետ են գտել կողմերը։ Կդժվարանամ միանշանակ նման գնահատականներ տալ, որովհետև այս հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի եւ այդ հակամարտության կարգավորմանը միտված բազմաթիվ նման համաժողովներ են անցկացվել տարբեր պատմափուլերում։ Այստեղ առանցքային նորությունը ամերիկյան վարչակազմի եւ անձամբ Դոնալդ Թրամփի ներգրավվածությունն է եւ ընդամենը այս բազմաշերտ հակամարտության մեկ ուղղվածության, այսինքն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից շարունակվող Համաս-Իսրայել ուրեմն հակամարտության, այսինքն եթե վերցնենք այս նեղ խնդրին, ապա այս պահով այս հարցի հետ կապված հնարավոր է դրական կանխատեսում անել, բայց պաղեստինյան հիմնախնդրի հիմնովին կարգավորման առումով ես կդժվարանամ նման կանխատեսում անել, որովհետև օրակարգում Պաղեստին պետության ստեղծումն է, այսինքն դա պետք է լինի այս հանգուցալուծումը, այս հիմնախնդրի երբեք չեն համաձայնի։ Այո, որին հրեաները չեն համաձայնի եւ բնականաբար հրեաների դիրքորոշումը ամեն կերպ պաշտպանին է Միացյալ Նահանգները։ Հիմա Շարմ էլ-Շեյխում հանդիպել են Կարճատև, ասվում է, զրույց են ունեցել Փաշինյանն ու Ալիևը։ Ինչու այդքան ժլատ տեղեկությունը։ Չկար օրակարգ։ Կարծում եմ ոչ միայն օրակարգի հարց է այստեղ, այլև պարզապես նախապես պայմանավորվածություն չի եղել այս առումով եւ եթե նկատել եք Շարմ el-Շեյխից առաջ նման հանդիպում նաեւ եղել է Դուշանբեում, այսինքն այստեղ գուցե թե առաջնորդների ժամանակային, հա, այսպես զբաղվածության հարցով է պայմանավորված նույն այս միջոցառումների ֆորմատի հետ կապված, այսինքն որը չի ընդհանրում երկկողմ բանակցություններ, որովհետև այդ բանակցությունները նախապես են կազմակերպվում, արողակարգային միջոցառումներ են արվում եւ երրորդ այնուամենայնիվ ես չեմ խուսափի նաեւ ձեր հնչեցրած հարցից, որ այո, գուցե թե այս բանը չկա նաեւ առարկայական խնդիր, առարկայական բովանդակային հատված երկկողմ հարաբերություններում, որը երկրների առաջնորդների մակարդակով քննարկվելիք խնդիր է։ Բոլորը սպասում են Թրիփի հետ կապված process-ներին, բանակցություններին, գուցե այդ ճանապարհի կարգավիճակի հետ կապված դրա առնչվող ուրեմն մաքսային իրավական տարբեր դետալների քննարկմանը, որը եւս կանխատեսելի է, բայց կարծես թե այդ հարցի շուրջ բանակցություններ չկան այս պայն ընթացող։ Մինչև մեր հանդիպումը սկսելը ես հասցրեցի տեսնել ինչպես են Թրամփն ու Ալիևը նկարվում այդ նկարահանումի ֆոնին, ենթադրում եմ կլինի նաև այդպիսի մի դրվագ Փաշինյանի հետ, բայց Թրամփը Եգիպտոսում, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Եգիպտոսում եւ երակոմ որևէ կոնտակտ չլինելը մի քիչ ուրիշ բանի մասին է խոսում։ Դե դրա համար նշեցի, որ պետք է հասկանալ բովանդակությունը այս հանդիպումը։ Սա մի հանդիպում է, այսինքն այս գագաթնաժողովը, որի հստակ խնդիրը, խնդրու առարկան Գազայի հատվածում ընթացող պատերազմի դադարեցումն է։ Եվ այստեղ բնականաբար այսպես որպես առաջին դերակատարներ անգամ Իսրայելը եւ Պաղեստինը չեն, Միացյալ Նահանգներն է, որը մեծ հաշվով եւ հատկապես Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը իր առաջարկած ծրագրով փորձեց կանգնեցնել եւ կարծես թե դա իրականանում է այդ պատերազմը եւ այն միջնորդները, որոնք նպաստեցին, որպեսզի այդ պայմանավորությունը կատարվի, տեղի ունենա։ Դրանք էին Եգիպտոսը, Կատարը եւ Թուրքիան։ Եվ եթե նկատեցիք, հենց այս հիմնական դերակատարներն էին նաև այս ուրեմն գագաթնաժողովի առանցքում։ Չնայած այնտեղ է նաև Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, բայց Իսրայելի վարչապետը չէր հրավիրվել եւ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային այցը սկսվել էր Իսրայելից, այսինքն նա նախ այցելեց Իսրայել, դե ունեցավ բանակցություն, հետո մեկնեց արդեն արաբական երկրների եւ ոչ միայն, հա, մուսուլմանական, անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ հանդիպում։ Թրամփը Քնեսեթի ելույթում հիշել է հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ
այդ հակամարտությունը կանգնեցնելու իր միջնորդության մասին։ Այսինքն ինքը թեման անգամ Թրամփն է տակ պահում։ Ես այս տեսանկյունից եմ դիտարկում։ Թրամփ պարզապես թվարկում է այն հակամարտությունները, որոնց հետ կապված, ինքը նշում է ես լուծել եմ, ճակերտավոր իհարկե լուծել է, բայց որոնց հետ կապված որոշակի ինչ-որ արձանագրումներ եղել են։ Հակամարտության լուծում այն էլ այնպիսի հակամարտությունների պարագան, ինչպես օրինակ արաբ-իսրայելական եւ պաղեստինյան հիմնախնդիրն է, այնպիսի հակամարտություն, ինչպես օրինակ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հակամարտությունն է եւ իհարկե նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի այդպես մեկ հանդիպմամբ մեկօրյա բանակցությունները այդքան էս չեն լուծում։ Դրանք բովանդակային խորքային արմատներ ունեցող պատմական արմատներ ունեցող հակամարտություններ են եւ դրանց համար ժամանակ է պետք եւ բազմաթիվ այսպես օրակարգային հարցեր, որոնք տարբեր շրջափուլերում վեր են բարձրացվելու եւ նոր մոտեցումներ են պահանջելու։ Իսկ Թրամփը բնականոն պարզապես թվարկելու է, ես վստահ եմ իր պաշտոնավարման հետագա տարիներին, 3 տարիների ընթացքում անընդհատ հիշատակել է, որպես իր արձանագրած ձեռքբերում։ Բայց մյուս կողմից կա օգոստոսի 8-ի համաձայնագրի սառեցման վտանգ, ռիսկեր։ Դա էլ կա, իհարկե կա, եթե կողմերը դրա համար ես սկզբանե նշեցի, որ ամենակարևոր բանակցությունները դեռ սպասվում են, ընդ որում մի կողմից Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև եւ իհարկե որպես այսպես ացանցիալ նաեւ Հայաստանի Ադրբեջանի միջև, որտեղ այնուամենայնիվ կա փաստաթուղթ, որը ամրագրում է միայն սկզբունքները Թրամփի ուղու այդ նախագծի իրականացման, բայց դետալները մենք գիտենք, որ հենց դետալներն են դարձել առանցքային պատճառը, որ մինչև օրս ուրեմն այդ ապաշրջափակման գործընթացը այսպես իրականացման շրջափուլ չի տեղափոխվել։ Իսկ ինչպես վերաբերել այն գնահատականներին Հայաստանում հնչող, որոնք ըստ որոնց նախապատվությունը տրվում է արդեն նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Վստահ եմ դուք եք հանդիպել դրանց։ Դա օգոստոսի 8-ը ստվերելու նպատակ ունի զուտ քաղաքական նկատառում, ներքաղաքական Հայաստանի նկատառումներից ելնելով, թե կարելի է նաև իրական փաստեր։ Կարծում եմ, որ այստեղ ավելի նախ Ռուսաստանի դերակատարման համար նոր հնարավորությունների կամ եղած հնարավորություններն ակտիվացնելու միտված փորձեր են, դա առաջին եւ երկրորդը, որը իհարկե հայկական տեսանկյունից է կարեւոր, Արցախի հիմնախնդիրը եւս օրակարգում պահելը, որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մենք գիտենք ավելի լայն բովանդակություն ունեցող փաստաթուղթեր եւ Վաշինգտոնյան փաստաթղթերի հետ համեմատել է միայն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը եւ կան իհարկե դուք էլ նշեցիք թե փորձագիտական եւ թե քաղաքական դաշտերի ներկայացուցիչներ, որոնք անընդհատ խոսում են նոյեմբերի 9-ի մասին եւ որում այն գործիչները հատկապես սա շատ էական է, որոնք ժամանակի նոյեմբերի 9-ը համարում են խայտարակ կապիտուլյացիա։ Դե տեսեք, հիմա փաստացի ունենք փաստաթուղթ, որը այլևս Արցախը խոսքը Վաշինգտոնյան փաստաթղթի մասին, այլևս անադարձ չունի, հղում չունի Արցախը։ Մենք ունենք հայաթափված Արցախ, այսինքն ի տարբերություն գոնե Արցախյան հիմնախնդրի մասով, ի տարբերություն նոյեմբերի 9-ի 2020 թվականի եւ 2023 ու դրան հաջորդող ժամանակահատվածի մասով իհարկե նմանատիպ գնահատականներ կարելի է տալ, բայց եթե վերցնում ենք ապաշրջափակման հարցը, միայն այդ խնդիրը եւ առանձնացնում ենք այն, ինչ տեղ ունեցավ Վաշինգտոնում, բնականաբար ամերիկյան փաստաթուղթը շատ ավելի նախընտրելի է, ընդ որում երկու կողմի համար էլ։